Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները մայիսին Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Հայաստանն արևմուտքի ուղեծիր ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը։ Հայաստանի կառավարությունից Ռուսաստանին տեղեկացրել են, որ զբաղված են նախընտրական գործերով եւ չեն կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների Ղազախստանում սպասվող հանդիպմանը։ Печально, потому что хорошие Դա իհարկե տխուր կլիներ, որովհետև սա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են։ Այս բոլոր հարցերը ազնվոր են եւ բացահայտ քննարկելու հնարավորությունը կստեղծվի մայիսի վերջին, երբ Ղազախստանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովը։ Եվրամիությունը պնդում է Հայաստանն իր ուղեծիր ներքաշելու հարցը, այդ թվում այն առավելությունների կորստի ռիսկի գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ըստ Լավրովի Երևանը կկորցնի ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ У нас отношения с Арменией. Մեր Հայաստանի հետ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն հաշվի առնելով, թե ինչպես է արևմուտքը փորձում Հայաստանը իրեն ենթարկեցնել, խզել Հայաստանի ԱՊՀ-ում եւ ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ փոխշահավետ տնտեսական առևտրային ներդրումային կապերը։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստանին ուղղված զգուշացնող մեսիջներին Հայաստանից արձագանքել են փոխվարչապետի մակարդակով։ Մհեր Գրիգորյանը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, թե Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակ անդամակցելու անհնարինությունը, եւ երբ նման անհրաժեշտություն հասունանա, ըստ Գրիգորյանի, համապատասխան որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե ԵԱՏՄ, թե ԵՄ անդամ, եւ ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում այս հարցի վերաբերյալ որոշումը անշուշտ կկայացնեն Հայաստանի քաղաքացիները, այս պահին նման անհրաժեշտություն չկա։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի տվյալներով Եվրամիությանը հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների ֆոնին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը 2025-ին կտրուկ նվազել է 45.4%-ով եւ այդ բացասական միտումն ըստ Վոլոդինի պահպանվում է։ Հայաստանում աշխատող եւ այնտեղ բիզնես հիմնած Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել ձեռնարկությունները եւ հեռանալ, ինչը կապված է ստեղծված անորոշության եւ ապագայում հնարավոր խնդիրների հետ։ Փորձագետների գնահատականներով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրին արժանալ հնայի 15-ից 20%-ի կորուստ, ինչը կազմում է առնվազն $5 միլիարդ։ Կորուստները ավելի շատ կլինեն եւ դրանցից ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին։ Արդեն տեսնում ենք պատմությունը վերախմբագրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Ռուսաստանի նախագահ Պուտինն էլ մայիսին հայտարարել է, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, եւ այդ դեպքում ըստ Պուտինի հնարավոր կլինի գնալ քաղաքակիրթ ապահարզանի ճանապարհով։ Իրանը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցի ջրային ուղով անցնող մալուխները, որոնցով փոխանցվում է Եվրոպայի, Ասիայի եւ Պարսից ծոցի երկրների միջև համացանցային թրաֆիկի հսկայական ծավալը, այդ թվում ֆինանսական գործարքների վերաբերյալ տվյալները։ Ըստ CNN-ի այդ մասին տեղեկությունները հայտնվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված իրանական լրատվամիջոցներում։ Հրապարակումներում նշվում է, որ Թեհրանը մտադիր է Google, Microsoft, Meta եւ Amazon ընկերություններից գանձել հարկեր համացանցային մալուխների օգտագործման համար։ Ամերիկյան միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով նրանց արգելված է որևէ վճարում կատարել Իրանին։ Մենք վճար ենք գանձելու համացանցային մալուխների համար։ 2026 թվականի սկզբից ի վեր աշխարհում սրվել են Մերձավոր Արևելքում հակամարտության, էներգակիրների գների աճի ու մեծ տատանողականության, ինչպես նաև առևտրային ուղիների սահմանափակման հետ կապված անկայունությունը ու ռիսկերը։ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած մատակարարումների խափանումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, որի պայմաններում առկա է նաև պարենային ապրանքների գների աճի ռիսկ, որոնք մասամբ սկսել են արդեն իսկ նյութականանալ։ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում նույնպես նկատվում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման եւ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ 26 թվականի անցած 4 ամիսների ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է արագանալ։ Ապրիլին կազմել է 5.3%։ Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորապես պարենային ապրանքների ու էներգակիրների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ։
Ըստ ԿԲ նախագահի, եթե Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվի կամ նեղուցի գործունեությունը խաթարվի, դա կարող է բերել համաշխարհային շուկաներում նավթի եւ բեռնափոխադրումների թանկացման, ինչն իր հերթին կստեղծի նոր գնաճային ճնշումներ նաեւ Հայաստանի համար։ Կենտրոնական բանկի հիմնական գործը այս պայծրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որը որ մենք ունենք 5.3 ու ավելի վերևա գնալու, ինքը պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով ու դրան կարելի է սպասել ու որոշակի ազդակ չտալ, թե եթե կան պահանջարկի գործոններ ներսում ֆիսկալով կամ արտաքինից եկող туриզմի աճով, մենք պիտի որոշակի արձագանք ունենանք։ Կենտրոնական բանկի համար բավականին բարդ է իր գործիքներով առաջարկի շոկերի վրա ազդելը։ Կարճաժամ եթե փուլում ակնկալել որոշակի կտրուկ գործողություններ ճիշտ չի լինի, որովհետև իրավիճակի անորոշությունները մեծ են։ Դոլարի նկատմամբ դրամի արժևորման հիմքում ըստ Կենտրոնական բանկի նախագահի ընկած է դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումը։ Գալստյանը հայտնեց, որ երկրի գլխավոր դրամատունը որոշակի գործառույթներ է իրականացնում արտարժույթի շուկայում։ Մենք անում ենք դա այն ժամանակ, երբ որ շուկան դառնում է միակողմանի կամ շուկայում ձևավորվում է մի իրավիճակ, որ կա առաջարկ, բայց չկա պահանջարկ կամ այսինքն դիսբալանս է տեղի ունենում շուկայում, մենք շարունակում ենք միջամտել շուկային, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ հոսքերը այնքան են մեծացել, որ որոշակի ազդեցություն փոխարժեքի վրա ունեն։ Կենտրոնական բանկի նախագահի խոսքով համանման գործընթաց է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, ընդ որում եվրոն եւս արժևորվել է ամերիկյան արժույթի նկատմամբ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 26 թվականի մրցանակի։ Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ առաջադրումը հիմք է ընդունում Վարդանյանի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում Ավրորա մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին։ Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է բռնազավթված շրջանում ադրբեջանական քաղաքականության հետևանքով շուրջ 30 պետական եւ մասնավոր թանգարանների բացառիկ հավաքածուներ կանգնած են կորստի լուրջ սպառնալիքի առաջ։ Այս մասին Facebook-ում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։ Նա ընդգծել է, որ այս թանգարանները տարիներ շարունակ եղել են տարածաշրջանի մշակութային ինքնության եւ գիտական ուսումնասիրությունների կենտրոններ եւ այժմ վտանգված են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային արժեք ներկայացնող նմուշներն ու պատմական հիշողությունը։ Երևանի պետական համալսարանում այսօր սուպերկամպյուտեր կա, որը գնվել է պետական միջոցներով։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացու Նիկոլ Փաշինյանը։ Վերջինը քաղաքացիներին ներկայացրել է պետության կողմից վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքները։ Մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել։ Այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է։ Փաշինյանը նաև խոսել է առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին, մասնավորապես վերհիշել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման process-ը, շեշտել դրա կարևորությունը, հատկապես տարեց բնակչության կյանքի որակի բարելավման հարցում։ 65 տարեկան պլյուս մարդիկ, որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում են, այսօր մտնում են, վիրահատվում են, դուրս են գալիս, մի լումա չեն վճարում, իրանց պետությունն է իրանց համար վճարում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը նաև խոսել է թոշակների բարձրացման process-ից, նշել է, որ մի քանի անգամ իրականացված հավելումների արդյունքում կենսաթոշակը հիմա բավարարում է ոչ միայն սննդամթեր գնելու, այլև կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Հայաստանում առողջապահական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ թե բուժաշխատողների եկամտի հաշվին, այլ քաղաքացիների եւ բժիշկների համար ապահով ու վստահելի համակարգ ձևավորելու ճանապարհով, հայտարարում են Բարգավաճ Հայաստանում։ Առողջապահության համակարգի խնդիրները, ապահովագրության ներդրման առանձնահատկությունները եւ զարգացման հեռանկարները Բարգավաճ հայաստանցիները ոլորտի անվանի մասնագետների հետ են քննարկում։ Խնդիրներ գիտեմ, խնդիրներ գիտեմ, դրա լուծումներ գիտեմ։ Ես որևիցե մեկի վրա ծեր չեմ շփոթում։
Ես ասել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, ամեն մեկը թող իր ծրագիրը ներկայացնի, ժողովուրդը թող նայի, ընդունի, որ իրեն հոգեանազատ կլինի, որին կհավատա, թող նայլի։ Ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի առաջնահերթություն է համարվում ավելի հասանելի, արդար եւ մարդակենտրոն առողջապահական համակարգի ձևավորումը։ Քարոզ արշավը շարունակվում է նաեւ մարզերում։ Այս անգամ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Սիսիան քաղաքում եւ Հարակից համայնքներում։ Սահմանամեծ մարզում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Սյունիքի բնակիչը պետք է վստահ լինի, պաշտպանելով հայրենի սահմանը կարող է նաեւ ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ու ապագան։ Մի ասեք ոչ մեկին ում եք դրելու որ վախում եք։ Իրոք սենց վախ երբեք չի եղել։ Կանչելով հիմա կան, նկարում են ով է կավ կողքից, կանչեն, խեր գնացել, լավ է յարեք գնացել է ես, ոչ մեկին էլ չեմ ընտրելու։ Գնա անդե կամ կարծեն ասած ձեզ եմ ընտրելու։ Նոր գնդության գնացեք, ձեր հոգու խճարաճում կցանկանաք ձեզ այն էլ տվեք։ Գտակ կպանջեք։ Ինչ ասում եմ, մի բան էլ ավել անելու եմ։ Առողջապահությունից մինչև սահմանամերձ համայնքների զարգացում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները, շեշտադրելով սոցիալական պաշտպանվածության, կայունության և քաղաքացիների կյանքի որակի բարելավման կարևորությունը։ Իբրև բանակցությունների երկրորդ փուլի վերսկսման պայման Միացյալ Նահանգները Իրանին 5 պահանջ է ներկայացրել։ Թեհրանից պահանջվում է հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավանականությունից, Միացյալ Նահանգներին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան եւ պահպանել միայն 1 միջուկային համալիրի աշխատանքը։ Ամերիկյան կողմը մտադիր չէ, ապա սառեցնել նաև իրանական ակտիվների անգամ 25%-ը։ Իրանն իր հերթին պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես Լիբանանում պատժամիջոցների վերացում, ակտիվների ապասառեցում, վնասի փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Հորմուզի նեղուցում ստեղծված լարվածության հետևանքով խափանված մատակարարումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսական ապրանքների վրա, մեծացնելով պարենային ապրանքների թանկացման ռիսկերը։ Կենտրոնական բանկի նախագահը նշել է, որ աշխարհում սրվել են տնտեսական ու առևտրային ուղիների անկայունությունները, կապված Մերձավոր Արևելքում լարվածության հետ։ Նրա խոսքով դա հանգեցնում է գնաճային ճնշումների աճի նաև Հայաստանի գործընկեր երկրներում։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, հատկապես շինարարության և ծառայությունների ոլորտերում, ինչպես նաև նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ։ Լիբանանը կորցնում է իր պատմական ձիթենու այգիները, երկրի հարավում իսրայելական ռազմական գործողությունների պատճառով հսկայական տարածքներ են ամայացել։ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով ոչնչացված ծառերը երկրի մշակութային ժառանգության մաս են։ Վատիկանը պատրաստվում է ստեղծել արհեստական բանականության հանձնաժողով, նոր մարմինը կազմավորում է Հռոմի Պապ Լևոն 14-րդի նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի նպատակն է լինելու համակարգել կաթոլիկ եկեղեցու քայլերը նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Վստահ եմ, որ մենք բոլորս մտահոգված ենք երեխաներով եւ երիտասարդներով, ինչպես նաեւ արհեստական բանականության օգտագործման հնարավոր հետևանքներով նրանց մտավոր եւ նյարդաբանական զարգացման համար։ Մեր երիտասարդությանը պետք է օգնել, ոչ թե խոչընդոտել նրանց հասունության եւ իրական պատասխանատվության ճանապարհին։ Արաբական Միացյալ Էմիրությունների Բարաքա ատոմակայանում հրդեհ է բռնկվել, զոհերի եւ իրավունների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհ է բռնկվել է ատոմակայանի տարածքի արտաքին հատվածում գտնվող էլեկտրական գեներատորում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դատապարտել է կատարվածը։ Ըստ տեղեկությունների ատոմակայանում ճառագայթման մակարդակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ Այս պահին արտակարգ իրավիճակների համար նախատեսված դիզելային գեներատորներն են էլեկտրաէներգիա մատակարարում 3-րդ էներգաբլոկին։ Մայիսի 17-ին Դավիթ անհաղ Տուլնեցի փողոցների հատման վայրում բախվել են 51-ամյա Արմենի Մերսեդես Մայբախը եւ 39-ամյա Արայիկի Հոնգչին։ Մայբախը բախվել է 20-ամյա Սուրենի թույլատրելի հատվածում կայանված Տոյոտային։ 5 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դրանք տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Կասկածներ կան, որ Մերսեդես Մայբախի վարորդը եղել է այլանց, սակայն ներկայացել է Արմենը։ Տեղեկությունը պարզվում է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Մայիսի 17-ին 33-ամյա Շահենը Նիսան Նովիսակովի պողոտայում բախվել է դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ հատվածին։ Օրորտին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումբը։ Նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջինն է, չէ՞ գումարտակը։ Առաջին գումարտակի բարեկները գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի գլխավորությամբ։ Դարձյալ մայիսի 17-ին 21-ամյա Նարեկը BMW-ով Երևան Արմավիր M5 ճանապարհի ակնալիջ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն ու մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վարորդը սթափ է եղել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։ Նույն օրը Ծովագյուղ Շորշավարթենից ճանապարհին 30-ամյա Մարինեն Toyota Camry-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե պատնեշներին, կոտրել ճաղավանդակն ու մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն։ Մայիսի 17-ին Արամ Խաչատրյան փողոցում բախվել են Hyundai Elantra-ն եւ Ford Fusion-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազոնում տեղադրված երկաթե ճաղավանդակին, մասամբ հայտնվել կանաչ գոտում։ Տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի գլխավորությամբ։ Մայիսի 16-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին դեպի Ծաղկաձոր տանող կամրջի սկզբնամասում Audi A3-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե էլեկտրասյունը, հետո բախվել քարերին։ Երկու պտույտ շրջվել է ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումբերը։ Վիրավորները տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, նրանք եղել են ամրակապված։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանը։ Մայիսի 16-ին Մայրաքաղաքում Ռուբինյանց փողոցում բախվել են Audi-ն, Toyota Corolla-ն, Chevrolet Volt-ը, Hyundai-ն, Bid-ը, Nissan-ը եւ Վերամբարձ կռունկը։ Մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է Վերամբարձ կռունկը, տեխնիկական խնդիր է ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Մայիսի 15-ին Մրգանոշի եւ Դեղձոտ գյուղերի Խաչմերուկում 26-ամյա Տիգրանը Hyundai Elantra-ով վրայերթ է ենթարկել 90-ամյա Վարազին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, բժիշկները վիրավորին տեղափոխել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Մայիսի 16-ին Ճամբարաքաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 20-ամյա Դավիթը Իսուզու բեռնատարով բախվել է կամրջի բետոնե պատնեշին, կողաշրջվել։ Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Երկու վինիսով քաշել կդժենք այա։